Բարև ձեզ, թանկագին բարեկամներ, հարգելի սեղանակիցներ, այսինքն ինչ կա որ իսկապես որ սեղանակիցներ, որովհետև մեր այսօրվա սեղանը իր ճոխությամբ եւ իր նշանակալիությամբ իհարկե չի բնորոշում թե ուտելիք ինչ կա, որովհետև այստեղ այնքան հետաքրքիր նյութեր կան եւ սա այն բացառիկ դեպքն է, երբ պատահականությունը մենք ի սկզբանե արդեն վերածում ենք պատահականություն լինելուց, որովհետև եթե պատահաբար այս ամբողջը մենք նայեինք, այդքան մենք երևի չկարողանայինք, իսկ այսպես մի անգամից տեսնում ենք, դե ուրեմն բարի ողջույն, հարգելի հեռուստադիտող, հարգելի հեռուստա սեղանակիցներ։ Այսօր մենք ունենք մի հիանալի հյուր, որովհետև այդ երգչուհին, ում ես հիմա կներկայացնեմ, իսկապես որ նրա ներդրումը հայ երաժշտական արվեստի մեջ, հայ երգարվեստի մեջ բացառիկ է։ Ճիշտն ասած, ես ինքս էլ մինչև այս բոլորը չտեսա, այդքան էլ չէի պատկերացնում, գիտեի, որ շատ մեծ է նրա ներդրումը, բայց այսքան։ Նրան հասանելի է եւ էստրադային, եւ ջազային, եւ ժողովրդական երգերի փայլուն կատարումը յուրօրինակ։ Նա հանդես է եկել բազմաթիվ երկրներում, դրանում մենք կհամոզվենք ընթացքում, ունի շատ ու շատ ձայնագրություններ, եթե մեր ռադիոյի ֆոնդը ուսումնասիրենք էստրադային բաժինը, ապա յուրաքանչյուր, եթե ոչ 4-րդը, ապա յուրաքանչյուր 5-րդ ձայնագրությունը պատկանում է նրան։ Նա ունի նաև կոչում, նա հանրապետության վաստակավոր արտիստուհի է, եւ շատ ափսոս, որ այդ կոչումները վերացվեցին, որովհետեւ սա էլ գնահատական էր եւ խթան էր ստեղծագործողների համար։ Նա ունի միջազգային ճանաչում եւ ոչ միայն այն բանի համար, որ նա համերգներով հանդես է եկել, այլ իսկապես մասնակցելով սոպտի հայտնի մրցույթին, արժանացել է մրցանակակրի անվան եւ պատվի, եւ դա էլ մեր պատիվն է, եւ դրա համար էլ նրան շնորհակալություն։ Եվ մեր հայ կոմպոզիտորներից, ովքեր որ երգեր են գրել, չկա մեկը, որ ասի, որ իր երգերը ներկայացնելով այդ երգչուհուն չեն կատարվել կամ այնպես չեն կատարվել, միշտ մի նոր երանգ գտել է։ Եվ պատահական չէ, որ Արնո Բաբաջանյանի առաջին երգերից սկսած մինչև նրա վերջին ստեղծագործությունները նա եղել է այդ երգերի լավագույն կատարողը եւ մեծ մասի առաջին կատարողը։ Սիրով ներկայացնեմ մեր սիրելի Ռաիսա Մկրտչյան։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Մարտինը շատ վերջախոս գտնվեց եւ ես պետք է ասեմ, որ միշտ տարբեր հաղորդումների ժամանակ խոսում եմ այն մասին, որ ինձ չէր գրավում երգչուհու կարիերան, այո, ես սովորում էի դաշնամուրի բաժնում եւ մտածում էի, որ պետք է լինեմ դաշնակահարուհի, որովհետեւ ճիշտն ասած այդ ժամանակները ինչ որ ձևով
այս ժանրի նկատմամբ պահպանողական մոտեցում կար։ Եվ միշտ ասում եմ այն մասին, որ ինձ երգչուհի դարձրեցին իմ բարեկամներ, իմ բարեկամ կոմպոզիտորները, իմ շատ լավ ընկերները, որոնց թվին է նաև Մարտին Բարթազարյանը։ Ուրեմն առաջին հանդիպում էր Ռայիսա Մկրտչյանի հետ, տեղի ունեցավ, երբ գոյություն ուներ այն ժամանակ ինքնագործ մեծ քանակությամբ խմբեր կային, եւ պիտի ասեմ, որ լավ որակի եւ մակարդակի։ Նրանցից մեկը ես բախտ ունեի ղեկավարելու, դա Երևան պրոյեկտ նվագախումբն էր, եւ այնտեղ Ռայիսա Մկրտչյանը առաջին անգամ հանդես եկավ այդ մեր նվագախմբի հետ եւ նույնիսկ ասեմ ինչ երգեցիր։ Portofino։ I find my love in I find my love։ Այո, նախ պետք է ասեմ, որ այդ տարիներին շատ տարվում էի արևմտա արմության այդպես եվրոպական երկրների ամերիկյան երգացանկերով, երգերով ես երգում էի Շերլի Բեսի երգերից, երգում էի Ֆրանսիս, այո, Դալիդա, Պոլանկա, ինչպես հիշում եք, բավական երգեր կային այնտեղ, եւ դա էր, որ ուշադրությունը գրավեց ձեր եւ ձեր տարեկից կոմպոզիտորների, որովհետեւ ինչ որ ձևով տեսակ իմ մեջ երևի թարմ շունչ, ինչու համար։ Քանի որ այդ ժամանակ երգում էին բացարձակապես ուրիշ ոճի մեջ, ավելի մշակված ձայներով, ավելի օպերետային ձայներն էին մոդայիկ, գոնե խորհրդային միությունում։ Եվ արդեն բնական վիբրացիայով, կրծքային ձայնով շատ քչերն էին, այսինքն չկար, ուղղակի այստեղ ընդունված չէր։ Եվ երբ որ Ռոզի Արմենը եկավ Երևան եւ առաջին իր համերգը տվեց մեզ դահլիճում, ես հիշում եմ, որ դա վեր երածվել մի տոնակատարության եւ ինչպիսի այսպես ոգևորությամբ ժողովուրդը ընդունեց եւ սիրեց իրեն եւ նրա մոտ արդեն կար այդ բնական կրծքային ձայնը եւ կրծքային վիբրացիան, բնական վիբրացիան։ Կուզեմ նորից աշխարհ գալ, կուզեմ նորից մանկանալ, քնքուշ սիրել ու սիրվել ինքնամոռաց նվիրվել, նորից փոքրիկ մեր բակում, խաղեր խաղալ մանկական, ու մանկացած քուն մտնել, քնքուշ գրկում հայրական։ Կուզեմ նորից մանկանալ, երկնքից աստղեր ցանկանալ, ծառավքերի հետ ջախրել, նորից դպրոց հաճախել, տարերը նոր ճանաչել, տղաներից ամաչել, իշերներում մութ ուզով, տարվելու սերազով։ Կուզեմ նորից աշխարհ գալ, կուզեմ նորից մանկանալ, քնքուշ սիրել ու սիրվել, ինքնամոռաց նվիրվել, նորից փոքրիկ մեր բակում, խաղեր խաղալ մանկական, ու մանկացած քուն մտնել, քնքուշ գրկում հայրական։ Երկինքներատ աստղազարդ, թրջուններատ ոսկեթև, արցունքներդ ակնթարթ, խանդությունդ հանատև, նժույգներատ հարեղեն, որ կորանգարան շուշում, իմ սրտի մեջ հողեղեն, թողած թախծոտ մի աշոն։ Դեցի արդեն երկել Արնո Բաբաջանյան, Ասկ Փարապանց, մի շարք երգեր եւ սկիզբը ես հիշում եմ ավելի ուշ էր, իսկ Բաբաջանյանի առաջի երգը, որ ձայնագրվեց, դա եղել է Մոյ գորդ։ Գիտեք ինչ եմ հիշում։ Եվ հիշեք ինչ ասեց Արնարդյանը, ասաց որ Ռայիսա ջան, ես Էդիտա Պիխային էր տվել այդ երգը, եւ ասեց որ ես ուզում եմ ցույց տալ, որ մեր Հայաստանում էլ ունենք մենք լավ երգչուհի, ոչ պակաս քան ինքն է երգում, եւ որ առաջին կատարումը դա էր։ Դրանից հետո բավական երգեր Կարաբլի, այնտեղ արդեն Ասկ Փարապանց, եւ անգամ այնքան ոգևորվեց Արնարդյանը, որ գրեց երկու երգ, բառերն էր իր բառերով։ Ինձ համար դու միակն ես։ Ինձ համար դու միակն ես, քեզ եմ ես մի երգում։ Այնուհետև ամբողջ մի շարք ուրեմն Երևան քաղաքին նվիրված 2750 տարեկան մեր սիրուն Երևանը։ Հիշում եք։ Ձայնագրությունը
Սարայյան հիշում եք ներողություն հիշում եք Հիշում եք որ ձայնագրության ժամանակ այնտեղ բանը մեր սիրուն Երևանը ամենից հինավանն է ովքեր էին այնտեղ վոկալ ոնց որ վոկալ պարտիան Մարտին Վարդազարյանը ուրեմն Էդուարդ Բաղդասարյանը կոմպոզիտոր լուսահոգի Արնո Բաբաջանյանը լուսահոգի եւ մենք երեկո երգում Մեր սիրուն Երևանը ամենից հինավան է Կեսկասի Մասիսարը Որնոյի իջևան է Դեվորնիր կրկսև երկենք երկսկով երկենք Երևանը Մեգարնան վարտյուն սիրո մերախուց աղթող Երևանը Եկով ենք մեր սարերը Մեր ջորերն ու քարերը Մեր արևն ու մրգերը Մեզ այրող սև աչքերը Դեվորնիր կրկսև երկենք երկսկով երկենք Երևանը Մեգարնան վարտյուն սիրո մերախուց աղթող Երևանը Ումբարի սիրո հուրը Տոխանի կոպավ ջուրը Բացկանի բախի ջուրը Կես սիրով Երևանը Դեվորնիր կրկսև երկենք երկսկով երկենք Երևանը Մեգարնան վարտյուն սիրո մերախուց աղթող Երևանը Ինձ այս երկը տվել է Մեր միակ Երևանը Իսկ եթե դու ուզում ես Եկով ենք քո բոստանը Քո Մոսկվան ու Կազանը Քո Փարիզն ու Լոզանը La 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 Եվ այդտեղ էր որ Բաբաջանին գլսեց համարտ ասում այս աբսոլյուտ լսողությունն է մեզ ինչ կեղտոտ եմ երգում Բայց հետո հսկվեց այդ ամեն ինչ եղավ Հետո ես ուրեմն մոռացա ես ասեմ մեր հարգելի հերոստատիտողներին որ Ռայիսա Մկրտչյանը համամիութենական մրցույթների էլ դափնեկիր է ինքնագործողներ շատ կային այն ժամանակ, բայց մեկ ինքնագործումը, որը համարվում էր երիտասարդական ինքնագործում, դա բացառիկ էր, որովհետև բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին այնտեղ։ Նախ կուլտուրա, երրորդ կուլտուրայի տանկից երիտասարդական ուրեմն խումբ էր կոչվում, որի հետ մենք ուրեմն Չեխոսլովակիա գնացինք որի հետ մեր համերգները եղավ Լազար ազգանունը ես մոռացել եմ նա մեր ազգականն է բայց ցավոք չեմ հիշում բայց շատ երաժշտություն սիրող մեկներ ես այնտեղ դասավանդում էի դաշնամուր այդ խմբի հետ եղավ Հայաստանի ինքնագործ խմբերի ուրեմն մրցում, որտեղ ես ոսկե մեդալ շահեցի, սիրեցի Յարստարան երգով, որի արանժիրովկան արել էր Ստեփան Շաքարյանը։ Շատ լավ գործիքավորում էր ես հիշում։ Այո, եւ հետո ես հիշում եմ, որ այս երգով ուրեմն Մոսկվայում ռադիոստանցիա Յունեսցը Եվ Մայակը Ամիրխանյան Ռոբերտի քոաչկերի հետ երգով համարվեցի առաջին տարվա լավագույն երգչուհին, նաև ուրեմն զիրեցի Յարստարանով նորից ուրեմն տարվա լավագույն երգչուհին։ Կարելի ասել 2 դարի լավագույն երգչուհի են, մի դարը վերջացավ, այս մի դարը սկսվեց եւ քո ձայնը պիտի ասեմ, որ ոչ միայն չի կորցրել ինչ որ բան, այլ նաև ձեռք է բերել եւ խորություն, եւ ջերմություն Եվ արդեն իմաստուն մոտեցում, այն ինչ որ բնական էր, ասենք սոխակը դայլայլում է բնական իր համար, իսկ երբ գիտակցված է դա արվում, դա ավելի գնահատելի է։ Եվ յուրաքանչյուր երգի մեջ կարողանում է գտնել ինչ որ մի երանգ, ինչ որ մի շնչառության անցում, օրինակ Հոյակապ Աջեմյանի երգը Իմ մայրիկ, Ինչ հրաշալի երգեր եւ հիանալի կատարումներ։ Ես ընդհանրապես գտնում եմ, որ ես շատ երջանիկ ժամանակահատվածում եմ ստեղծագործական գործունեությունը սկսել, քանի որ իսկապես դա ամենածաղկուն շրջանն էր հայկական էստրադային արվեստի, նաեւ մեր կոմպոզիտորների հոյակապ, այսինքն երբ բախտավոր եմ այն առումով, որ ով որ ստեղծագործում էր էստրադայի ժանրում, բոլորը գրում էին երգեր։ Հիմա ինչ որ ձևով
եւ ժամանակները փոխել է մոտեցումները եւ կարծեք ավելի սահմանափակ հնարավորություններ են երգիչների համար իրենց ցույց տալու, զարգանալու, իրենց ոճական, ասենք, առումով գտնելու իրենց, որովհետեւ տարբեր կոմպոզիտորների երգեր երգելով ես դու ոճապես քոնը անհատականություն դառնում, քո ինքնուրույնությունը, մոտեցումը ցույց տալիս երաժշտական առումով։ Մի հանգամանք եւս, որը բնորոշում է Ռայսային, որտեղ որպես խստապահանջ եւ ինքնակնադատորեն մոտեցող մի երգչուհի։ Ձայնագրությունների ժամանակ, երբ որ արդեն թե հնչյունային ռեժիսորը, թե հեղինակները, որ ներկա են լինում ձայնագրության, բավարարված էին լինում, ասում են հիանալի, հրաշալի, ոչ, այնտեղ միտեղ ինչ որ մինուտային ինձ մոտ էսպես եղավ, այնպես չեղավ, այդպիսի մի դեպք էլ ես հիշում եմ, ուրեմն անց էին կացվում ժամանակին տասնօրյակներ, օրեր հայկական արվեստի եւ ոչ միայն հայկական արվեստի եւ ոչ միայն ասենք Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում կամ այլուր, այլ նաեւ արտասահմանում։ Այդպիսի օրեր անցկացվեցին Չեխոսլովակիայում, այդպիսի օրեր անցկացվեցին Հունգարիայում, այս Հունգարիայում այնտեղ մի օր մեկ էլ համերգից հետո հայ տրամադրությունն ընկած էր, ի՞նչ է պատահել, ասում եմ, այնտեղ մի քիչ մաքուր չի երգ, ախ չի ջան։ Չեմ հիշում ճիշտ ասած այդ դեպքը։ Հիանալի։ Եվ այդ պատասխանատվության զգացմունքը մինչև այսօր էլ կա եւ համերգից հետո էլ նույնիսկ Ռայսան կամ ինքը գոհ է լինում կամ դժգոհ է լինում։ Եվ այդպես եղել է ոչ միայն մեր նվագախմբի հետ, ռադիո էստրադային նվագախմբի հետ, այն ժամանակ երբ որ դեռ անսամբլ էր, հետո դարձավ նվագախումբ, հետո էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ հիմա մենք հաճույքով գործակցում ենք Երվանդ Երզնկյանի հետ միասին։ Կվինտետի հետ ունես ձայնագրություններ նույնպես արվեցին։ Հետո Գերմանիայում եղանք միասին։ Ամբողջ մի 2 ամիս մենք Պավոինսկի միջստյան, հա։ Բավական հետաքրքիր խումբ էր, բավական հետաքրքիր ճամփորդություն էր, իր ամեն առումով, որտեղ դեռ եւ կլասիկ երաժշտություն էր, եւ օպերային երգիչներ էին։ Եվ Հովիկ Գրիգորյանը բան էր, չէ, էստրադային պետական էստրադային նվագախմբի, որի հետ ի դեպ դու նույնպես ունեցել ես եւ շրջագայություններ, եւ համերգներ, եւ հրավիրվել ես ոչ միայն սովետական միության, այլև արտասահմանյան համերգներ ես ունեցել եւ այստեղ դրա ապացույցներից էլ կա կարծեմ, մենք կանդրադառնանք հետո։ Այս որտեղ էս այնքան էստեղ նյութ կա դրված, որ եթե գոնե մի մասը մենք հասցնենք ձեզ ցույց տալ, ինձ թվում է հետաքրքիր կլինի, որ օրինակ վերցնենք այս երգարանը։ Սա հայտնի Շիրակ երգարանն է։ Այստեղ առաջինը ուրեմն Չեքիջյանն է, այստեղ Սա 74 թիվն է, ես արդեն հասցրել էի 71 թվին լինել արվեստագետների, արվեստի լավագույն վարպետների, կոմպոզիտորների հետ միասին, այնտեղ Ալեքսանդր Հարությունյան, Էդվարդ Միրզոյան, Սարյան, Բաղդասարյան, Ալեքսանդր Աջեմյան եւ լավագույն կատարողները մեր Ռուբեն Ահարոնյան, Ռուբեն Մաթևոսյան, Ամիրխանյան Ռոբերտն էլ նույնպես ուրեմն ընդգրկված էր, Օլգա Գաբաևա, նաեւ Վահան Միրաքյան, ուրեմն ունեինք հոյակապ համերգներ Բեյրութում, որը հետո ունեցավ շարունակություն Սիրիայում, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Ամերիկայում։ Եվ այո, հետագայում Լուսինե Զաքարյան միացավ խմբին եւ Մեդեան Աբրամյան եւ Հենրի Ալավերտյանը։ Բոլորը դեմքեր եւ բոլորը հոյակապ ուրեմն շրջագայություններ, հոյակապ ընդունելություն եւ պետք է ասել, որ սա առաջին այսպես բացառիկ խումբն էր, որը որ օրինակ Արգենտինայում առաջին անգամ էին։ Այստեղ Օրբելյանի հետ երբ որ մենք հրավիրվեցինք Բեյրութ 74 թվականին Ինչ համաստեղություն է, ապա հիմա բոլորը այսպես մեկնենք։ Սիմոն Տերյան, Էդգար Կարապետյան, Տոմաս Նեսա, Հովանես Բադալյանը, Ռոբերտ Ալեքսանչիլչյան, այո, այստեղ Արայիկն Բաբաջանյան, Էդսին Ելնիկովա, այո, երկչուհի կար այդպիսի, եւ Ռուբենը չկար, եւ Գյորգի Մինասյան, այո, Հիանալի համաստեղություն եւ հրաշալի համերգ։ Մեկ ամիս շարունակ եւ այնուհետեւ մեկ տարի հետո նորից Օրբելյանի օրկեստրով այս անգամ Բելա Դարփինյանը, Ռուբեն Մաթևոսյանի եւ մերը պերսոնալ հրավերներ էին խմբի հետ։ Մենք եղանք Ամերիկայում, այնուհետեւ ուրեմն Ֆրանսիայում։ Հիմա դառնանք նորից այս Շիրակ երգարանին։ Ուշադրություն դարձրեք 3 համար Շիրակ երգարանի Կազմի վրա Ռայիսա Մկրտչյան ենք տեսնում։ Սա տարբեր ժամանակներում։ Սա 71 թիվ է, վերջին այս օրանժը, ուրեմն 95 թիվն է, երբ որ ես մենահամերգներով շրջանավարտների միության կողմից հրավիրված գնացի այնտեղ, եւ 3 համերգեր, երկուսն էլ ավելացավ տեղում, մեծ հաջողություն ունեցանք։
եւ այնուհետեւ Հա, ինչ էի ուզում ասեմ։ Եվ ոչ միայն Շիրակ երկարանով, այլ նաև բանաստեղծություններ են նվիրված եղել, ստորագրված է Ռաիսա Մկրտչյան հայ էստրադայի աստղը Լիբանանի մեջ։ Երևի ամբողջը չընթերցեմ, բայց միտքը ինչ է։ Մի ասեք թե բոլոր լիբանանահայերը երկի ճաշակ չունին, մի ասեք թե անոնք միայն թրքաբարո երկերին հաճույք կառնեն, մի ասեք ես բազմաթիվ թվարկում է գալիս մի ասեք թե եւ գրվում է այստեղ այսօր Ռաիսա Մկրտչյան ջրեց այս բոլորը, այսինքն իսկապես այդ բոլորը գոյություն ունի եւ ճանաչվեց շնորհիվ Ռաիսա Մկրտչյանին։ Ուրեմն բանաստեղծություններ են նվիրվել, պարզվում է, հա։ Ուրիշ էլ եղել է բանաստեղծություն։ Անհատական այո, պոետների կողմից տանն է։ Ինչ դրան չել ասնի։ Դե ամեն ինչին էլ պիտի անդրադառնանք։ Հիմա Հրայր ջան, այսպեսի մի հարց։ Ամենա հիշվող երգ որպես այդպիսին, որը կարողանայր թվարկել, եթե իհարկե հարցը ես գտնում եմ այնքան էլ հիմնավորված չի, որովհետև յուրաքանչյուր կատարված երգ դա զավակի պես բան է։ Չէ, ես ունեմ շատ լավ երգեր, երբ որ այսպես հետադարձ նայում եմ կամ ստիպված եմ լինում ինչ-որ մի բան զատելու, երբեմն դժվարության առաջ եմ կանգնում։ Գիտեք ինչ, կա ժողովրդի կողմից ծիրված երգեր, բայց կան երգեր, որոնք իմ հոգուս մոտ երգեր են։ Դրանք ավելի կլասիկ, ավելի ուրիշ որակի մեջ են, որոնք բոլոր ժամանակների համար կլինեն նորից ընդունված։ Վերջին հաշվով էստրադային երգը ինչ է։ Էստրադային երգը երաժշտությունն է, չէ՞, այսօրվա երիտասարդական ավելի ավյունով այսպես երաժշտություն է, բայց ինձ թվում է, որ ես 30 տարեկանից հետո չպետք է երգեմ, որովհետև քանի որ իմանալով ժանրի առանձնահատկությունը, բայց իմ ունկնդիրը ինձ հետ մեծացավ։ Եվ հիմա արդեն, քանի որ երգերի որակը այն որակի ընդհանրապես երգերը այն որակի մեջ են, գեղագիտական չափանիշների փոփոխության հետևանքով այդ երգերի մեծ մասը արդեն կլասիկայի մեջ են մտել եւ շատ երգեր այս ձայնագրված երգերից ոսկե ֆոնդում են մեր ձայնադարանին եւ ես շատ ուրախ եմ, ես միտքս կիսատ մնաց որ իսկապես որ ես երջանիկ եմ, որ այդ հատվածում ուրեմն ես ստեղծագործեցի, ուր բոլոր կոմպոզիտորները մեր ժամանակի երիտասարդ եւ տարեց, ովքեր որ այդ ժանրում գրում էին, գրեցին ինձ համար։ Հանրապետության ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Ռաիսա Մկրտչյան։ Արևես ծաղկած գետապի Սրտին աման դու վար իմ գարնանցած Ձմերն ամբողջ նայել քո ջանքի Siro
ասում են, որ չկա օգուս, էլ սիրոն օրարավոտ, և մխուր, մի տխուր հեգեգանք, բարձրանում է հուշիս հորքից, իմ սիրո արև քեզի չեղավ, և հիշում ես արդյոք դու ինձ, որքան ցանկացա ես մեկին սիրեմ, որն իր սրտի մեջ փոշեր չունենա, որքան ցանկացա մի ալվարդ պոկել, որ թվիտա փոշեր չունենա, վարդն առանց փոշի ինձ չհանդիպեց, որին մոտեցա ձեռքերս ծակեց, մեկին սիրեցի, նա ինձ մոռացա, ու ինձից բացի ուրիշին գտա, բոլորի հետ ես շատ մտերիմ եւ շատ լավ հարաբերություններ ստեղծվեց եւ երբեք այդ ջերմ մոտեցումը, այդ ընդուներությունը, որ եղավ, դա ինձ ստիպեց ինչ որ ձևով վերանայելու իմ կյանքի նկատմամբ ունեցած մասնագիտական առումով եմ ես ասում։ Այո։ Այստեղ կարելի է մի երանգ էլ ավելացնել երևի թե գուցե բոլոր մեր հեռուստատեղիները չգիտեն, որ Ռայիսա Մկրտչյանը ավարտել է կոնսերվատորիան որպես դաշնակահարուհի եւ հիմա որպես դաշնակահարուհի մանկավարժ նույնպես աշխատում է։ Գիտեք ինչ, ասեմ, որտեվ այս ընթացքում հենց որ կոնսերվատորիան ես ավարտեցի, այդ բացվեց Արնո Բաբաջանյանի ժամանակ Արամ Խաչատրյանի երաժշտական ուսումնարանը, եւ ես այնտեղ աշխատում եմ մինչեւ օրս։ Եվ երևի թե նույնքան տարիների աշխատանքի ստաժ ունեմ, որքան որ երգելու։ Ճիշտ ասած երգը երևի թե ավելի շատ է։ Ավելի շատ է։ Որտեւ դեռ ուսումնարանի տարիներից ես սկսեցի երգել։ Եվ եղավ իմ բնական ընտրությունը, այսինքն այս ընթացքում եւ ուրախ եմ, որ իսկապես այդ ժամանակահատվածում էր ամեն ինչ։ Հիմա այս ձայնագրություններին եւ ձայնասկավառակներին, ճիշտ ասած, Ռայա ջան, ես չէի պատկերացնում, որ դուք, այդ դուքով խոսեցիք, թե՞, հա, որ դուք այսքան ձայնասկավառակներ ունեցել եք, որոնք ես չեմ էլ լսել։ Մարտին Ցուլակովիչ, ուրեմն սա բոլորը դուրս է եկել արտասահմանում, այսինքն այս բոլոր բացառությամբ բոլորը չի, սա որը սոպոտի համար ռեկլամային ուրեմն այո, песни армянских композиторов։ Այո։ Իսկ մյուսները բոլորը դուրս են եկել կամ Ֆրանսիայում, այս օրինակ սա, տեսնում եք, Ֆրանսիայում է դուրս եկել, սա նույնպես արտասահմանում է եղել, սա Բեյրութում է դուրս եկել, Ամերիկայում, դու ինչպես մի աստղ, սա ես չեմ հիշում, ուր է, սա նորից արտասահմանում է, Ամիրխանյան Ռոբերտի երգերն են, բայց ես եմ երգում եւ Արնո Բաբաջանյան, Ռոբերտ Ամիրխանյան, իմ կատարումով, այդպես վերաբերմունքով հրաշալի։ Եվ պիտի ասեմ, որ նույնպես թև է տվել երիտասարդ ստեղծագործողներ, ինչպես օրինակ Աղաբաբյանին։ Այո, Աղաբաբյանը հրաշալի յուրահատուկ երգեր են նույնպես։ Եվ ես ուրեմն շատ ուրախ եմ արդեն վերջին տարիներին, մինչև 90-ական թվականները,
Ես նաև երկեցի Աղաբաբյանի երգերը, որովհետև իսկապես շատ ինքնատիպ եւ շատ հետաքրքիր մի երգահան դուրս եկավ ինքը, որովհետև նա մասնագիտությամբ ալտիստ էր, Այո։ բայց շատ տաղանդավոր տղա էր եւ նրա բոլոր երգերը շատ ինքնատիպ եւ շատ հայկական, շատ որ հիմա շատ կոմպոզիտորների մոտ, այս երիտասարդ կոմպոզիտորների մոտ բացակայում է։ Սա գիտեք ինչ, այո, Պասկևիչյանի ժամանակին շատ տարածված եւ սիրված էին, այդտեղ Բելան Դարփենյան, այդտեղ Ռուբիկ Նավիբեկյան, Հերվում երևում է Արթուր Աբրամյանը, հայտնի ջազային կոնտրաբասիստ եւ Սա քարոզիչ։ Ամերիկայում է դուրս եկել, սա նորից Ամերիկա է։ Իդեպ ամերիկյան երաժշտության մասին մենք մի քանի ձայնագրություններ արեցինք միասին, որոնցից առաջինը ամերիկյան երաժշտության դա Գերշվինի սերը ներս եկավ։ Love Walk Right։ Շատ գեղեցիկ էր, այո։ Հիանալի երգեր եւ փայլուն Where the կատարում boys are, Hold Me, շատ բաներ Հետո ձայնագրվեց։ Beatles-ներից Kansas City, այո։ սա էլ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի այստեղ Սիմոն Տերյանն է, Էդգար Կարապետյանն է, Հայսամ Գրչյան, Ռուբեն Մաթեոսյան, Գյորգի Մինասյան եւ իհարկե Կոնստանտին Օրբելյանը, հրաշալի նկարա։ Կազմի վրա։ Մարտին Սոլակովիչ, ես կուզեի այնտեղ այդ նկարը ցույց տալ, ես առաջին անգամ ռադիոյում անսամբլ էր, ոչ թե էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, եւ դուք էիք այդ ղեկավարը։ Եվ մեր առաջին այդպես սև սպիտակով նկարներից Լայր Պողոսյաններ նկարահանումներն անում։ Այո, բավական նկարներ ես շատ նյութեր որ նկարահանվել էին, ցավոք ոչնչացվեցին, այսօր են Լայր Պողոսյանը օպերատոր, Լովան Իգիթյան, այնով Արամ Խաչատրյանը ոչ կոմպոզիտոր, այլ տրոմբոնահար, Օմարը Պապիկյան, Համլետն է, Լևանն է։ Ինչ բան տղա է Լևանը Նիհար։ Այստեղ նա։ Սա Գերմանիայի նկարներից է մեր։ Հա, Սաշան Շահբազով, հիանալի երաժիշտ էր, Լևան Իգիթյան արված է։ Ես ես կողմն եմ նստած, ես չեմ երևում։ Այս նկարներին մենք հետո էլի ենք անդրադառնալու։ Ես արդեն արտասահմանյան նկարներից է, չէ՞։ Սա ուրեմն ես 80 սա այո 81 թվականից ես այնքան արդեն ճամփորդեցի Ռուբենի հետ այս տարիների ընթացքում Մաթեոսյան, որ մինչ այդ սիրում էի ժողովրդական երգերը եւ ինչպես ասացի ինքնագործ խմբում ես սիրեցի երստարանով, ուրեմն ոսկե մեդալ շահեցի, բայց արդեն իմ երգացանկում ներգրավեցին նաեւ ժողովրդական երգեր։ Ես սրա ապացույցն է Ուրեմն 81 թվականին Ավստրիայում եղավ Հայաստանի օրեր, որտեղ ժողովրդիկների անսամբլով, ուրեմն ես էի ներկայացնում, այստեղ ոչ ոք չգիտի, որ ես այդքան երգում եմ ժողովրդական, նաև Անգլիայում ուրեմն եղավ Շոտլանդիա եւ Անգլիա, նորից Հայաստանի օրեր Աուքսի գծով, նորից ուրեմն ես Ռուբենի հետ ուրեմն ունեցա համարձակություն, նորից ամեն մեկս մի բաժին երկում էինք այնտեղ։ Այնուհետև սա արդեն 95 թվականն է եւ Բրավո Հայաստան մենք գնացինք արդեն Մերանգուլյանի անսամբլի հետ։ Մի հետաքրքիր գիրք եւս։ Կոչվում է Պիվցի Սովետսկե էստրադի։ Այստեղ ուրեմն ընդգրկված են հսկայական քանակությամբ Լև Լեշչենկո, Ժաննա Բիչևսկայա, Կամբուրովը, Պոլադ Բյուլովլի, Ալեքսանդր Գրացկի, Վլադիմիր եւ դրանց թվում որպես հայ երգչուհի ներկայանում է Ռայիսա Մկրտչյան։ Ուրեմն պսիխոաներ Նախ գիտեք ինչ, ասեմ ձեզ, ես այդ տարիներին բավական անհամեստություն անցյալ օրը լսեցի Օրբելյան ասաց, որ արվեստի մեջ համեստ լինել պետք չէ։ Ես միշտ համեստ եմ եղել, եւ երբեք չեմ սիրել ինքս իմ մասին խոսել, բայց այդ տարիներին իսկապես շատ մեծ ճանաչում ունեի եւ շատ սիրում էին ինձ։ Եվ հերոստատեսությամբ, եւ հեղինակային համերգներ, եւ Ֆիրմա Մելոդիայի հետ, Սիլյանցևի օրկեստրի հետ, Բաթխինի օրկեստրի հետ Լենինգրադում շատ համերգներ եմ ունեցել եւ անընդհատ ռոպագանդվում էի, այնպես որ դա պատահական չէ, եւ սրա հեղինակն է Մարինա Վասիլիևնա Ուսպենսկայա, հերոստատեսության եւ ռադիոյի գլխավոր երաժշտական խմբագիրը եւ նրա կողմից, այսինքն Մոսկվայից եկավ պատվեր կուլտուրայի մինիստրությանը, որ ուրեմն եւ գրեց ում կողմից էր Մարգարիտա Տեր-Սիմոնյանի, այո, Ամերիկայում է գտնվում, այո, Ամերիկայում է մուզիկավետ, երաժշտագետ, նրա կողմից ուրեմն գրվեց այս բավական մեծ ինֆորմացիոն։ Իսկ սա Սլովենկա ամսագիրն է, Չեխոսլովակիայի, որտեղ դու բոլորը սլովակերեն գիտեք, այստեղ գրած է
Տելեսպոտ Արարատու։ Ուրեմն Արարատը հասկացան, մնացածն արդեն պարզ է։ Եվ էլի կազմի վրա Ռաիսա Մկրտչյան։ Սա նոր Հայաստանից որտեղ է ամսագիրը։ Սա Լոս Անջելեսում, բայց ես Կանադայում էի եւ ինձ Կանադայում տվեցին, նվիրեցին, այսպես։ Այո։ Բայց դե ճշմարտության դեմ ոչ ենք մեղանչել։ Օրինակ, վոկալն է մասтерство պիանիստի Եվգենի Էփշտեյնն է գրել, սա ինչ ամսագիր է։ Էստրադայի ցիրքենտ բնակավարի վերաբերվող գնահատական է նույնպես Grand Prix Sopot 75։ Այստեղ երևի ձայնագրությունն էլ կա։ Այո։ Ռաիսա Մկրտչյան։ Ինչ երգով էի Ռայա ջան, այնտեղ ինչ երգերով էի հանդես գալիս դուք։ Ես ուրեմն ինձ ֆիրմա մելոդիան էի ներկայացնում Մոսկվայի եւ կատարվեց Քշիշտոֆ Ցվիների ուրեմն ինչ որ եղել է Աննա Գերմանի երգերից մեկը եւ դրա իմաստը նա էր որ մենք պետք էր բացարձակապես նոր երանգով նոր ձևով ներկայացնեինք երգը այսինքն օրիգինալից պետք է զատվեր շատ ուրեմն այդ երգներ այնուհետև Մարտինովի Լիբիդինը վերնես Կարաբի հավատարմությունը Կարաբի հավատարմությունը այստեղ հենց նկարված կա սկեսնել Կարապային Հրաշալի եւ Ամիր Խանյանի, այո, այնտեղ ներկայացված էր, ես չեմ ուզում անվանական ասել, ինչ երգեր, որտեղ մեր ճանաչված կոմպոզիտորներից երգեր էին, բայց ընտրվեց ֆիրմա մելոդիայում աշնանային մեղեդին։ Շունքված ուլում է կամին աշնան անձրև աշնան արցունք լիքն է սրտում քո հեռավոր հուշի դիմաց ցավում է հոգիս երազ ես դու բայց թե չկաս իմ կողքին Ասես հոգիս քեզ խրովել, քո ցավերով Սիրո ամեն կրակուկած հանգել են անքյանք, հանգան անքյանք չկա ոչ մի արձագանք Չգաս դու և չես լինի, թող որ ամեն ինչ լոքսուտ է ուտեն, բայց մի թողնիր դու սերին երբեք, որ քո ձեռքերով մեր սերը մորթեն, մեր սերը մորթեն, սերը մորթեն, դու ես թե ես, դու ես թե ես, ախ մեր ու մեր կարոտին, ուշ կհին որ տանցում, Ես վշտեցի, հոգնել եմ ես վշտեցի, հոգնել եմ վշտից Կար երկու նոմինացիա, այսինքն լեհական երգի նոմինացիա եւ կար միջազգային օրվա։ Ես միջազգային օրվա, այսինքն 3 տուրերի միասնության նոմինացիա։ Դա մեծ բան էր այն առումով, որ Հայաստան առաջին անգամ ես ներկայացնում էի, դա մեծ պատիվ էր, այսինքն, եւ հիշում եմ, որ Տարիվերձիևը ինձ ասաց, թե Ռայիսա, եթե անգամ դու տեղ չգրավես, միայն քո մասնակցությունը այդ կոնկուրսում արդեն շատ մեծ բան է Հայաստանի համար, որտեղ դու ներկայացնում ես հայկական երկարվեստը։ Եվ ես հիշում եմ Սենչինայի հետ մենք ուրեմն նույն սենյակում էինք Սոպոտում եւ բավական հուզված, որտեղ շատ 67 երկրից սորիստներ էին։ Եվ մի շատ հուզիչ էր այդ ամեն ինչը, շատ
ես մտածում էի, թե ամեն ինչ ունեմ։ Եվ հաջողություն ունեմ Հայաստանում, եւ ձայնագրություններ եմ անում, եւ արտասահման եմ գնում, ինչու համար այսպեսի ապրումներ։ Ինչ գործում է այս ապրումների մեջ։ Եվ իհարկե անշուշտ շատ մեծ էր ուրախությունը, երբ որ այդպիսի շատ պատվավոր եւ շատ համբավավոր մրցույթի մեջ ինչ որ ձևով ես կարողացա լաուրեատի կոչում ունենալ։ Հիմա գանք ամենագլխավորին եւ կարևորին։ Յուրաքանչյուր կին անկախ բնականից թե ինչ մասնագիտություն է ընտրել, ինչով է զբաղվում, լինի երգչուհի, թե բժշկուհի, լինի գիտնական, թե շինարար, լինի ճարտարապետ, թե կոշկակարուհի, կանայք էլ լինում, կարող է պատահի։ Ու դերձակ ասենք օրինակի համար։ Անկախ այդ ամեն ինչից նա ունի իր ամենագլխավոր պարտականությունը՝ լինել կին եւ լինել մայր։ Ռայա ջան, ես շատ ուրախ եմ, որ դուք հիանալի ընտանիք ունեք։ Սերգեյը հոյակապ անձնավորություն է, ունեք հիանալի զավակներ եւ արդեն ունեք թոռներ, բայց մինչեւ թոռներին գալը, այստեղ պատահաբար ինձ մոտ գտնվում են մի երկու նկար, ես էլ հատուկ պահել էի հոգեպահուստ պատահաբարի համար, որտեղ Ինչ է դա։ Ռայա ջան, այստեղ ոնց որ թե դուք լինեք երիտասարդ տարիներին, հա։ Բայց շատ իմ աղջիկս ինձ, այո։ Այս նկարի մեջ օրինակ Եթե ինձ համապատրաստի մեկին ցույց տա, կասեն Ռայիսա Մկրտչյանն է։ Իսկ սա Արմինե Սերգեևնան է, որը այժմ, լավ, այդ մասին արդեն դուք ասեք։ Ես ինչ կարող եմ ասել, իսկապես ունեմ շատ լավ ընտանիք, երեխաներս մեծը աղջիկս է, որ ավարտեց մեր Չայկովսկու դպրոցը, այնուհետև կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, Եվ 91-92 թվերին նրանք ամուսնու հետ ամուսնացավ եւ մեկնեց Մոսկվա։ Մոսկվայում նա ընդունվեց միանգամից երկրորդ կուրս Գնեսինի ուսումնարանի, որը համարժեք է համարյա թե մեր կոնսերվատորիային, այո, շատ բարձր լավ անուն ունի, եւ ջազային երգեցողության բաժինը ավարտեց եւ վերջին 5 տարին, այսինքն ուսման ընթացքում արդեն Լունդստրեմի մոտ աշխատում է։ Այդ խոսքերը այս նկարը պիտի ցույց տա։ Բոլորը ճանաչեցին Օլեգ Լունդստրեմին եւ Լունդստրեմի մոտ աշխատելով հիմա շրջագայությունների մեջ հիմա պատրաստվում են Ֆրանսիա մեկնելու, սովետական միության տարբեր քաղաքներով եղել են Չեխոսլովակիայում, պատրաստվում են նաեւ Չինաստան մեկնել, սա իրենք չիտայում երբ Լունդստրեմի 80-ամյակն էին տոնում։ Հիանալի ձայնագրություններ են կատարել, այսինքն տեսագրություններ կենթանի համերգներից հասկանալի է։ Ես ափսոսում եմ, որ այդ համերգները վիդեոկասետաներ ինքը հետը տարել է, թե չի կարող ենք փոքր Ես կարծում եմ մի փոքրիկ հատված ինչ որ միտեղ կգտնենք։ Փոքրիկ տղան անգամ ուրախությամբ իրեն ծիծաղում է զբար եւ զորություն քեզ դու խաղաղես ու երկնի կապուգանան քո աստղերը անի քո աչքերն են վարման նրանք նայում են մեզ կապույտով անհաս ուզում են ես այդպես դու միշտ խաղաղ մնաս կապույտ երկին գարնան բնության մեջ տովի Կողամայքին ապան հմար Փոքր ժամանակ։ Սա դպրոցական այո տարիներից է, սա նոր Այս Լունդստրեմի հետ է, վայ ինչ հրաշալի նկար է։ Ռայիսա Մկրտչյանն էլ էստեղ։ Թե Սերգեյն էլ նմանությունը կա, անշուշտ, Սերգեյն էլ նմանություն կա։ Ես դու ես փոքր ժամանակ։ Չէ, աղջիկս է։
Ում հետ են։ Սա իր Այդ կվարտետի երջուր հետ է։ են, հա։ Էս էլ էլի փոքր ժամանակ։ Նույն նկարն է, կարծեմ մեջ։ Հիանալի հիշատակ։ Այ։ Ահա։ Մենք իրար կողդնենք նայեք, չէ՞ դու շուրարի կադրին նայ։ Նման չեն։ Հրաշալի։ Ես կարծում եմ, որ մենք ժամանակ կգա, որ Այստեղ լիգա բլյուզում էր ինք աշխատում, Լիգա բլյուզ։ սկզբից այսա տեսնում եք արդեն որոշ ժամանակ։ Լիգա բլյուզ։ Լիգա բլյուզ, հա։ Այստեղ Наследники блюзмена Ильича։ Էս որ Իլիչին նկատի ունեին։ Այս Սարուխանովի մոտ է սա, հա, լիգա բլյուզ կարծեմ Սարուխանովն է այնտեղ աշխատում։ Էլի հայկական է, էլի։ Հայ ջան, մի քիչ էստեղ էս նկարների մեջ։ Էս դառնան, քանի որ խոսքը գնաց ընտանիքին, արի էս մեր պատահաբար էստեղ գտնվող ալբոմի մեջ մի քիչ էլ պատմություն է հիշենք ձեր ընտանիք։ Չէ, մեր մոտ բանա ընդունված է այս բանը, անպայման։ Այդքան մանրակրկիտ։ Օրինակ, Սա ես ճանաչեցի։ եմ արդեն, այո, իմ մանկությունս է։ Սա ես մորս հետ եմ Այ, էսպիսին եկար բան։ ուսումնարանում Այո։ սովորելու, այո, առաջին երկրորդ կուրս եմ այդտեղ։ Սա մայրս, հայրս Ահա։ եւ ես փոքր հասակում։ Սա արդեն եղբայրս է Արդեն ավելացել։ եղբայրն էլ կա։ Սա արդեն իմ Էս տղայս։ ովքեր են։ Իմ տղան է։ Էս ով է այս ջարմանալի անձնավորությունը։ Ահա։ Եփիտներեսին։ Սա իմ թորնիկս է, թորնիկի սիրում եմ, թորնիկի ցույց տվեք։ Մարդի կյանքի իմաստն են թորնիկներին մեծացնելը, որովհետև նրանց հետ նորից վերաբերում է սեփական մանկությունը։ Սա սոպատնն է։ Սա սոպատնն է։ Ինչ ափսոս, որ այդպիսի բաները հիմա այնքան էլ հասանելի չեն, սա։ Սա Ամերիկայի 95 թիվ, 97 թիվ, Ջիվանն է։ Ջիվանն է եւ ես եմ համերգի ընդմիջման ժամանակ է։ Ահա, սա Լոլիտա Տորիսի հետ այդ որը Այդ Լոլիտա Տորիսի հետ մի հատ նայենք։ Ես երբ որ Լոլիտա Տորիսին հանդիպեցի, երբ որ մենք գնացինք Արգենտինա, նա արդեն մի քիչ չափով չափերով ավելի մի քիչ լայնված էր, ավելի գերացած էր։ Ռոբերտն էլ էստեղ շատ լավ է նայվում։ Հիանալի նկարներ։ Մի օր առանցին գալու ենք ձեր տուն, նստենք եւ այս բոլոր նկարները միասին նայենք, վերհիշենք։ Հայ կնոջը յուրահատուկ է հավատարմությունը։ Եվ Ռայիսա Մկրտչյանը բացառություն չէ, բայց խոսքը չի գնում այն հավատարմության մասին, որի մասին դուք խոսում մտածեցիք, այլ նաեւ այն, որ նա հավատարիմ է Հայաստանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբին, որի առաջին օրվանից սկսած դեռ այն ժամանակ, երբ որ նա չէր կոչվում էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, ես հիմա թիվներ նույնիսկ չեմ կարող հիշել, թե որ թվականից, եւ երբ դա կարևոր չի, այն օրվանից Ռայիսա Մկրտչյանը հավատարիմ է այդ նվագախմբին եւ այսօր Երևան Երզնկյանի ղեկավարությամբ այդ նվագախմբի բոլոր համերգներին նա մասնակցում է սիրով, հաճույքով եւ իր երանգը բերելով այդ համերգներին։ Դա ջան, այսքան տարիների ընթացքում ես այսինքն աղջնակ էի դասարտ եւ դեռ խումբը չկար թե կար, ես չգիտեմ, ժամանակ փոքրիկ անսամբլ էր շատ, Էդվարդ Բաղդասարյանն էր ղեկավարը եւ Ֆլորա Խորենյանն էր երկչուհին, եթե չեմ սխալվում, հիանալի հոյակապ կամերային երկչուհի, հոյակապ մեր լավագույն ընկերը, այո, եւ այդ տարիներից մինչեւ հիմա ես այո աշխատում եմ մեր օրկեստրում եւ չեմ էլ պատկերացնում, որ ես կարող եմ անգամ մեկ օր, քանի ես կամ, ինձ թվում է, որ Աստված ինձ մի քիչ դասարտ եւ ձայնս էլ կպահի, որ ես կարողանամ նորից շարունակել իմ գործունեությունը, որովհետև ես եկա երիտասարդ եւ արդեն ամբողջ կյանքս անցկացրի այդ պատերի մեջ, այդ ռադիոյում եւ չեմ պատկերացնում ինձ առանց երգի, չեմ պատկերացնում ինձ առանց մեր օրկեստրի եւ պետք է ասեմ, որ այս 90-ական թվականներից հետո շատ բաներ փոխվեցին եւ մեծ հսկայական աշխատանք տարվեց, անգամ այդ ցրտին, մթին օրկեստրը հավաքվում էր եւ Երվանդը Երզնկյան շատ մեծ գործ արեց այն առումով, որ նա փորձեր էր անում, պահպանվեց օրկեստրը, չցրվեց, որովհետև բոլոր նախադրյալները կային, որպեսզի օրկեստրը չգործի։ Հոյակապ համերգներ եղան եւ ռայոններում մենք համերգներ ունեցանք այս ընթացքում, Լեննական, Ստեփանավան, Կիրովական եւ քաղաքում ուրեմն Արնո Բաբաջանյանի ուրեմն այս վերջին համերգները հոյակապ ձևով մեծ դահլիճում, փոքր դահլիճում, Արնո Բաբաջանյանի ուսումնարանում, ես վերջերս նորից հիմնադրամի կողմից կազմակերպված մեծ դահլիճում հրաշալի համերգ տեղի ունեցավ։ Միայն
դա չէ։ Նաև մեծ դահլիճում մեր օրկեստրի համերգները եղան։ Այսինքն գործում է օրկեստրի հոյակապ երիտասարդ երգչուհիներ, որոնք խոստումնալից երգչուհիներ, որոնք ուսանողներ են կոնսերվատորիայի եւ ձևավորում է արդեն նրանց նոր ոճը, ես շատ ուրախ եմ, որ այդ երիտասարդների կողքին ես երիտասարդանում եմ, այո, եւ երգում եմ նրանց հետ եւ դա ստված որ երկար տևի դա։ Ես կարծում եմ, որ Ռայիսա Մկրտչյանի հետ մի անգամ չէ, որ պիտի հանդիպել, որովհետև թե ասելիքը շատ է, թե լսելիքը շատ է, թե տեսնելիքը շատ է, եւ դրա համար հիմա մենք կանցնենք մյուս սեղանին, որտեղ ոչ միայն սա է, բայց այդ մեկը արդեն կներեք առանց ձեզ։ Շնորհակալություն ուշադրության համար, Ռայա ջան, շատ շնորհակալություն հանդիպման համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրում ամենից շատ ու չգիտեմ